Եթե դուք ուշադրություն դարձնեք, հարգելի բարեկամներ, գաղտնալսումների թեման քննարկելու ժամանակ պարլամենտում, ժուրնալիստական տարբեր հարթակներում, բլոգոսֆերայում մի շատ կարևոր հանգամանք դուրս է մնում։ Քննարկում են բովանդակությունը, բնականաբար բովանդակության քննարկման ժամանակ տարբեր կարծիքներ են արտահայտվում, մեկը ասում է այդտեղ կա կրիմինալ, մյուսը ասում է այդտեղ կրիմինալ չկա, մոդերատորը ասում է, որ այնուամենայնիվ դատարան կա եւ դատարանը պիտի որոշի, եւ չի քննարկվում, թե այդ որ իրավունքով է Փաշինյան Նիկոլը գաղտնալսում տարբեր մարդկանց, այդ որ իրավունքով, ով է տվել այդ սանկցիան, որ դատարանն է տվել այդ սանկցիան, այս հարցը մնում է դուրս, այս հարցը մնում է ստվերում, եւ նաեւ չի բարձրացնում այն հարցը, թե որ մարմինն է գաղտնալսում եւ էլի ինչ իրավունքով։ Տեխնիկապես գաղտնալսման ակտը իրականացնողը որ մարմինն է։ Ազգային անվտանգության ծառայության տնօրենին, հարգելի բարեկամներ, դուք լսել եք որևէ անձնավորություն, դուք լսել եք որևէ դեպուտատ, որևէ դաշնակ մաշնակ այս հարցը տա։ Բազմաթիվ անգամներ են եղել, երբ ազգային անվտանգության ծառայության տնօրենը Ես ձեզ պիտի հիշեցնեմ, որ ազգային անվտանգության ծառայությունը դա կառավարության ենթակա մարմին է, վարչապետին ուղիղ ենթակա մարմին է, իսկ վարչապետի գործունեությունը ուղիղ վերահսկվում է Հայաստանի Հանրապետության ազգային ուղիղ պետք է վերահսկվի ըստ օրենքների Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կողմից։ Դուք լսել եք որևէ падգամավոր ազգային անվտանգության ծառայության տնօրենին դեմ տա այս հարցը։ Եվ այս ամենը, հարգելի բարեկամներ, այսինքն Հայաստանի Հանրապետությունում տոտալ լսվում են գաղտնալսվում են բոլորի հեռախոսազանգերը, բոլորի քայլերը նկարահանվում են, դա պահվում է ինչ-որ մի վայրում եւ հետագայում ըստ հարմար առիթի Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետի կողմից դրանք հրապարակվում են, ասում են համացանցում տարածվել է, հա, դրանք հրապարակվում են, հետո հարուցվում է քրեական գործ, մինչև գործ հարուցվելը սկսում է այդ թեման սկսում է ակտիվ քննարկվել մեդիա սֆերայում, բլոգոսֆերայում, բնականաբար առանց ազգային անվտանգության ծառայության անունը հիշատակելու, սկսվում է գեներացվել հույզեր, դրական կամ բացասական, հետո որպես կանոն քրեական գործ եւ դատարանի կողմից կալանք։ Ու սա ինձ հիշեցնում է, այս ամենը ինձ հիշեցնում է 2016 թվականից մի փոքրիկ դրվագ։ 2016 թվականի սկզբին, հարգելի բարեկամներ, Հայաստանի Հանրապետության օրենքները խախտելով Սերժ Սարգսյանը նշանակեց Գեորգի Կուտոյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն։ Ընդդիմադիր падգամավոր կար Փաշինյան Նիկոլ։ Ինչ միացնում էր Փաշինյան Նիկոլի ձայնն էր դուրս գալիս, ընդդիմադիր բողոքական։ Օրենքները խախտելով նշանակվեց ԱԱԾ տնօրեն, նա պիտի ըստ օրենքի բանակում ծառայած լիներ, նա պիտի ըստ օրենքի գլխավոր խմբի պաշտոն զբաղեցրած լիներ ԱԱԾ-ում 3 տարի, կամ բարձրագույն խմբի պաշտոն, ամեն ինչը խախտելով նշանակվեց։ Եվ տպավորություն էր, որ ահա այս թեմայի վերաբերյալ Փաշինյան Նիկոլը հիմա պիտի պատռի Հայաստանի Հանրապետության նախագահային կառավարությանը, ազգային անվտանգության ծառայությանը, բայց զերո արձագանք։ Զերո արձագանք եւ հետաքրքիրը, գիտեք որն էր։ Հետաքրքիրը այն էր, որ դրանից մի որոշ ժամանակ անց Փաշինյան Նիկոլը դատի տվեց ազգային անվտանգության ծառայությանը, գիտեք ինչի համար, որովհետեւ ինքը ուզեցել էր մտնել ձերբակալվածների պահպանման վայր
բայց ԱԱԾ-ն իրեն թույլ չէր տվել։ Եվ որպեսզի իր լռությունը ինչ որ կերպ մաքրի, ինքը դատի է տալիս ազգային անվտանգության ծառայությանը։ Սա իհարկե էլի քայլ էր մարդկանց ուշադրությունը շեղելու համար, որ մենք ԱԱԾ-ից չենք վախենում, մենք ԱԱԾ-ի վերահսկողության տակ չենք, ահա տեսեք, մենք նաև նույնիսկ մենք կարող ենք ԱԱԾ-ին դատի տալ։ Այսպես է գործել Հայաստանի Հանրապետությունում պետական կառավարումը, այսպես է իրականացվել ներքին քաղաքականությունը, եւ 16, եւ 17 թվականներին, եւ այժմ Հայաստանի Հանրապետությունում, հարգելի բարեկամներ, իմացեք, ինչքան հանցագործություններ են տեղի ունեցել, ինչքան խոշորամասշտաբ ավանտյուրաներ են տեղի ունեցել, այդ ամենը տեղի է ունեցել ազգային անվտանգության ծառայության ուղիղ մասնակցությամբ, սկսած ՊՊՑ գնդի գրավումից, վերջացրած 2018 թվականի կեղծ հեղափոխությամբ։ ԱԱԾ-ն է կազմակերպել այդ ամենը։ Եվ հիմա այդ այլանդակությունը, որը տեղի է ունենում, բոլորին լսում են, տանում հանձնում են երկրի վարչապետին եւ նա էլ այդ ամենը ըստ քաղաքական նպատակահարմարության օգտագործում է։ Էլի իրականացվում է ազգային անվտանգության ծառայության կողմից, որի վերաբերյալ եւ ահա այդ հանցագործության վերաբերյալ մարդը չունի անձնական կյանքի գաղտնիության իրավունք։ Լսում են ամեն ինչ, ով ում հետ քնեց, ով ում հետ զարթնեց։ 2021 թվականին Սերժ Սարգսյանը իմիջիայլոց էլի պիտի ասեմ, սա նոր բան չի, նոր ձև չի, նոր պրակտիկա չի, նոր գործելակերպ չի, այսպես եղել է համարյա միշտ։ 2021 թվականին երկրի նախագահ Սերժիկ Սարգսյանը ասում է հրապարակելու եմ կոմպրոմատ, որ անցնող դարձողը թքի քո վրա։ Եվ բաց ակնարկում է հետո մյուս օրը, բաց ակնարկում է, որ դա սեռական բնույթի կոմպրոմատ է։ Սեռական բնույթի կոմպրոմատ է ու որևէ մեկը չի ասում Սերժիկ Սարգսյանին, թե դու ինչ իրավունքով ես դու վուայերիստի մեկը հետևել սրա նրա կնոջ սեռական կյանքին, դու գետինը չես մտնում, Սերժ։ Որևէ մեկը այդ հարցը չի տալիս։ Ու նաև որևէ մեկը չի տալիս իրեն այլ հարց։ Եթե կոմպրոմատ ունեիր, սաղ երկիրը վարի տվեց, այդ ժամանակ հրապարակեիր։ Այս հարցերը, ինչպես նաև որ մարմինն է պատասխանատու այդ այլանդակության համար։ Որ մարմինը, այս հարցերը չհնչեցին, այս հարցերը չքննարկվեց։ Տալ դա Հայաստան է, հարգելի բարեկամներ։ 2021 թվականի այդ խայտառակ ընտրություններից մի քանի օր առաջ ու այսքանից հետո, գիտեք, այսքանից հետո մեկ է դուրս են գալիս մարդիկ, ասում են հերիք է խոսեք։ Ինչի Հայաստանի Հանրապետությունում խոսք կա։ Ինչի այս խոսքերը, այս թեմաները քննարկվում են Հայաստանի Հանրապետությունում, հանրային հեռուստաընկերությունում քննարկվում են, այդ ընդդիմադիր կոչվող լրատվականներում քննարկվում են, պարլամենտ գոյություն ունի, որտեղ վեր են ընկած իրենց ընդդիմադիր ձևացնող դաշնակ մաշնակները, այս հարցերը այդտեղ քննարկվում են, երթում եք տվել, դուք գետինը դուք մտնեք, դուք երթում եք տվել սահմանադրության վրա, ուխտադրուժ ծրիկաներ, զենքի վրա եք երթում տվել, որևէ մեկը ասաց, այդ ինչ իրավունքով եք հետևել սրա նրա կնոջ սեռական կյանքին։ Հետո ամուսնուն գժվեցրել, բերե շպրտել եք երկրի վարչապետ, որպեսզի ինքն էլ երկրի վարչապետի աթոռին եք բանը շպրտել, ինքն էլ անում է այն, ինչ անում եք իր նկատմամբ։ Այդպիսին է եղել տրադիցիան։ Եվ այս այլանդակությունը ինչքան պիտի շարունակվի։ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, այս այլանդակությունը բոլորին գաղտնալսելու ինչքան պիտի շարունակվի։ Դուք ինչ իրավունքով եք մտնում մարդկանց անձնական կյանք, ինչ իրավունքով, որ դատարանն է տալիս այդ սանկցիան։ 21 թվականին, հարգելի բարեկամներ, 21 թվականի հունիս ամիսներ, եթե չեմ սխալվում, հունիսի սկիզբ, Վանեցյան Արթուրը, ԱԱԾ նախկին տնօրենը, հարցազրույց է տալիս լրագրողին, ասում է, մեզ մոտավորապես է մեջբերում խոսքը համացանցում, մեզ ասում էր, պիտի բոլորին գաղտնալսեք, բոլորի վրա պիտի կոմպրոմատներ, բոլորի նկատմամբ կոմպրոմատներ պիտի բերեք դնեք իմ սեղանին, ժուրնալիստներ, դատավորներ, հասարակական գործիչներ եւ այսպես շարունակ։
Եվ բնականաբար արել է, չէ, այդ հրամանը արել է, նույնիսկ Վանեցյան Արթուրն է արել։ Դա պարի դա վրեմենի։ Արվել է, չէ, այս ամենը։ Վանեցյան Արթուրի ժամանակ է եղել, էլի շնորհակալ եմ, որ ինքը դուրս եկավ, գոնե այդքանը ասաց։ Գոնե այդքանը ասաց։ Էդուարդ Մարտիրոսյանի ժամանակ է եղել, են Քարամյանի ժամանակ է եղել, Աբազյանի ժամանակ է եղել, եւ հիմա սրա ժամանակ է լինում։ Այս տնօրենի ժամանակ է լինում։ Ու պիտի այդ ինստիտուտը իր գործած սրիկայության համար խայտարակ անեն առաջին հերթին պարլամենտում, երկրորդ հերթին հանրային ճանաչում ունեցող հանրային մտքի վրա ազդեցություն ունեցող կարծիք ձևավորող գործիչները, բայց լռություն է, որովհետև սա եւս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ Հայաստանի Հանրապետությունում համարյա բոլորը գտնվում են այդ կազմակերպության, որը կոչվում է ազգային անվտանգության ծառայություն, դրա ուղիղ ենթակայության վերահսկողության գործակցության տակ։ Գործակալներ են այս մարդիկ։ Ճնշող մեծամասնությունը գործակալ է եւ բնականաբար իրենք չեն կարող իրենց վերադասի իրականացրած այլանդակությունների մասին բաց խոսել։ Այսինքն ինչ է ստացվում։ Քեզ մշտապես պիտի հետևեն ինչ իրավունքով, այն իրավունքով, որովհետև Նիկոլին են հետևել։ Նիկոլ ասում է ինձ արել են, ես էլ եմ անում։ Այդպես են պետությունը կառավարել, ես էլ եմ այդպես կառավարում։ Եվ ոչ նախկիններին են այդ հարցը տալիս, ոչ ներկաներին են այդ հարցը տալիս, լսեք, օրերից մի օր սրիկա շան որդիներ, օրերից մի օր այդ գաղտնալսողների նկատմամբ իրականացված գաղտնալսումները և տեսանկարահանումներն են դուրս ելնելում, դուք վատ ամորալ բան եք անում, դուք վատ բան եք անում, դուք վատ բան եք անում, ընդդիմադիր սրիկաներ, լրագրողներ, բլոգերներ, դուք որ խոսում եք ամեն բանի մասին, բայց բացի ազգային անվտանգության ծառայության իրականացրած սրիկայության մասին, դուք դրանով ցույց եք տալիս ձեր ով լինելը։ Կգա ժամանակ, երբ այդ ստրուկտուրան կքանդվի, դա քանդելու է կամ հայը, կամ դա քանդելու է օտարը։ Եթե հայը չկարողացավ, թող այդ ստրուկտուրան քանդի օտարը։ Եվ այս հողը կազատվի այս պղծությունից, որը կառուցվել է հայ ջոչերի կողմից։ Եվ այս հողը կազատվի այդ ազգային անվտանգության ծառայության կեղտոտ համակարգից։ Մարդկանց զրպաբան են անում, այդպես վարկաբեկում են, գցում են համացանց, հետո սկսում են Պետրոս Ղազարյանների միջոցով եւ ընդդիմադիր Պետրոս Ղազարյանների միջոցով քննարկել այդ հարցը։ Ինչ է քննարկում այդ հարցը։ Ապօրինի գաղտնալսում է տեղի ունեցել, այդ հարցը ինչու է քննարկվում։ Խոսակցությունը ինչու է քննարկվում, որևէ մեկը կարող է ասել, ինչ իրավունքով են լսվում մարդիկ։ Չէ, սա պլանի մի մասն է, պիտի քննարկվի անպայման, պիտի կողմ եւ դեմ կարծիքներ հնչեն, որովհետեւ դեմ կարծիքը եւս իրենց պետք է, որպեսզի գեներացվի այդ ամենը, ու հետո ձերբակալություն եւ բնականաբար իրենց ենթակայության տակ գտնվող դատարաններ տալիս են կալանքի սանկցիա։ Եվ հետո մարդկանց ուղարկում են բաներ, գաղութներ, որտեղի վրա եւս որտեղի ներսի կյանքի վրա եւս էլի ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության համապատասխան հատուկ ծառայությունները։ Ահա սա է Հայաստանի Հանրապետությունը այսպես կոչված։ Սա է այդ համակարգը, որը ես անվանում եմ բոզանոց։ Սա պետություն չի։ Այստեղ իրավունք գոյություն չունի, այստեղ օրենքներ գոյություն չունեն։ Այստեղ գործում են միայն կեղտոտ բաներ, հարաբերություններ, մարալի հետ բացարձակապես կապ չունեցող հարաբերություններ։ Նույն վիճակը ես վստահ եմ, որ նույն հարաբերությունները եղել են նաև Արցախում։ Ես ուղղակի վստահ եմ, չէր կարող Արցախում լինել այլ հարաբերություն։ Եվ Արցախում տեղի ունեցավ այդ ողբերգությունը, հողը ազատվեց այդ ամենից,
Եվ այս սրիկաները, ովքեր նույն ռեժիմով շարունակում են, ինչ եք ուզում դուք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենա այն ինչ տեղի ունեցավ Արցախում, դա եք ուզում, որին նայում է սպիտակած մազերով, լակոտ լուկուտել չեն, էլի, որ 20 տարեկան լինի, 18 տարեկան լինի, ասես հադ է, երեխա է չի հասկանում, պատանի է չի հասկանում, որին նայում ես սպիտակած մազերով 50, Փաշինյան Նիկոլ սպիտակ մազերից հետ ամաչի։ Փաշինյան Նիկոլ, երբ ամեն անգամ բերում դնում են ինչ-որ մեկի, ինչ-որ մի գործի նկատմամբ սեռական բնույթի կամ այլ բնույթի կոմպրոմատ են բերում դնում քո սեղանին եւ դու նայում ես վայրից տականք, դու ված չես զգում քեզի։ Դու ված չես զգում, ինչ անենք, կրակնենք ընկել, որ քո կնոջ նկատմամբ են արել կամ քո նկատմամբ Սերժիկն է արել։ Հիմա դու պետք է մուրը հանես այս ժողովրդից, մնացած մարդկանցից, Սերժ Սարգսյան, այս ինչ պետություն ես դու կառուցել։ Այս ինչ հարաբերություններ ես դու կառուցել։ Աղջկա թայ մարդկանց սեռական կյանքին երբ դու հետևել ես, մի հատ էլ դուրս ես գալիս սպառնում ես, դու գետինը չես մտնում։ Սերժին պաշտպանողներ, դու գետինը չեք մտնում։ Նորմալ տղամարդը, առողջ տղամարդը կարա իրեն նման բան թույլ տա։ Սա հիվանդություն է, հարգելի բարեկամներ, սա հիվանդություն է։ Հայ ազգը գտնվում է այս հիվանդների ենթակայության տակ։ Հիվանդ ջոչերի ենթակայության տակ։ Ու երանի այն օրը, երբ սրանք կկանգնեն դատարանի առաջ։ Երանի այն օրը, երբ կկանգնեն դատաստանի առաջ։ Արա, երբ տեղի է ունենում գաղտնալսում է տեղի ունենում։ Եվ դա հրապարակվում է, մի քննարկեք։ Դա ապօրինի գաղտնալսումներ են։ Մի քննարկեք, ուղղակի ասեք, մենք այս հարցը չենք քննարկում։ Մենք ոչ կողմ ենք, ոչ դեմ ենք, մենք չենք քննարկում։ Հենց մտնում եք քննարկման մեջ, դուք արդեն անում եք այն, ինչի համար դա հրապարակվել է։ Դուք արդեն կատարում եք, իշխանության գիտակցաբար կամ անգիտակցաբար, ենթագիտակցաբար դուք կատարում եք այդ ամենը։ Դուք դա եք կատարում։ Այո, սրա մասին այս ճշմարտությունների մասին։ Այո, պիտի խոսեր նաև եկեղեցին։ Ժողովրդին պատու հասած ողբերգության մասին, այո, պիտի խոսեր նաև եկեղեցին, բայց եկեղեցին մեծ հաշվով լուր է։ Լուր է եկեղեցին։ Իսկ այն մարդիկ էլ ովքեր ոսկեղենիկ հայերենով ասած թակ ու բիր այն մարդիկ, ովքեր խոսել են նմանատիպ հարցերի մասին, ոչ պոպուլյար հարցերի մասին, գնում են այդ մարդկանց տներն են մտնում, օրագիրներն են ստուգում, ամոթ չեք անում դուք։ Մարդու օրագիրն եք վերցնում, նայում եք այդ մարդը ինչ է եղել, հա։ Ու դա դարձնում եք քննարկման առարկա, ու դա դարձնում եք դատարանում լսումների առարկա, ու սա անում է հայը։ Ես խորը կասկածում եմ, որ օտարը կկարողանար հայի նկատմամբ այսպես մանր սրիկայություն անել, ինչպիսին որ անում է հայը, հայ ջոչը հայի նկատմամբ։ Ու ինչքան պիտի սա շարունակվի։ Դատախազները իրենք են, դատախազները ենթարկվում են մեկ կենտրոնի, դատավորները ենթարկվում են մեկ կենտրոնի, փաստաբանների ճնշող մեծամասնությունը մի ստվար զանգված ակնհայտ է, որ ենթարկվում է մեկ կենտրոնի, քրեական հեղինակություն կոչվածները մեծամասամբ ենթարկվում են մեկ կենտրոնի, ընդդիմադիր քաղաքական գործիչները մեկ կենտրոնի, ժուրնալիստները մեկ կենտրոնի, ու սա ինչքան պիտի շարունակվի։ Այս համակարգը փլվելու է։ Լավ իմացեք, այն մարդիկ, ովքեր ծառայել են, անպայման այդ մարդկանց անունները բաց հրապարակվելու են, եւ ձեր մասին ֆիլմեր են նկարանվելու, մուլտֆիլմեր են նկարանվելու, ու ձեր երեխաները, ձեր կանայք, կոլաբորանտ սրիկաներ,
ձեր ծնողները, ձեր քաջերը ամաչելու են, որ որևէ առնչություն են ունեցել ձեզ հետ։ Այս հին տանջված, հինավուրց տանջված ժողովրդին, այսքան բաների միջով անցած, կարելի էր այսքան անել այսքան մարդկանց գլխի, կարելի էր այսքան բան անել։ Ես ձեր տիրոջ մերը